Ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Արդեն 13-րդ անգամ եմ ազգային ժողովում մասնակցում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին, 6 անգամ մասնակցել եմ որպես պատգամավոր եւ ահա 7-րդ անգամ մասնակցում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ բոլոր այդ քննարկումներում այս կամ այն չափով ընդգծել եմ, որ պետական բյուջեն ոչ այնքան հաշվապահություն կամ թվաբանություն է, որքան բովանդակություն եւ կարևորագույն խնդիր եմ համարում բյուջեի էության, այս էության ըմբռնումը ոչ միայն կառավարության անդամների եւ ազգային ժողովի պատգամավորների, այլև ողջ հանրության համար։ Բյուջեն նաև թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին։ Ու կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել եւ դարձնել բովանդակային տեքստ եւ բովանդակային տեքստերը կարողանանք արտահայտել թվային ձևով։ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 միլիարդ 200 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք բոլորս մեր աշխատանքով այսքան գումար ենք տվել, բերել, փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է։ Այս թիվը արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Վարչապետ, կառավարություն, ազգային ժողով, կառավարությանը ենթակա մարմիններ, բայց նաև քաղաքացիներ, խոսքը բոլոր, առանց բացառության բոլոր քաղաքացիների մասին է։ 2024 թվականին նրանց մի մասը չի աշխատել, մյուս մասը աշխատել է։ Իդեպ ասեմ, որ 2024 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել։ 2024 թվականի նոյեմբերին գրանցվել է 782,832 աշխատատեղ, որը 192,613-ով կամ 32%-ով ավել է 2018 թվականի նոյեմբերի ցուցանիշից։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։